Հաղորդման գլխավոր հովանավորն է Ասեկոսե.am կայքը։ Հաղորդման գործընկեր, նավավար ձկնալի ըմպելարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, առաջին հարկ, իսկական նավահանգստային միջավայր Լեռներում։ Հաղորդման գործընկեր, Ժան-Պոլ էկզիստենցիալ սրճարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, երկրորդ հարկ, վայր, որտեղ գերակա է զրույցը, որտեղ արվեստն ու չարվեստը թափառում են սենյակից սենյակ։ Մարդը դատապարտված է լինել ազատ։ Ժան-Պոլ Սարտրի այս խոսքերը լավագույնս բնութագրում են Ալեքսանդր Թոփչյանին, ով ի դեպ երիտասարդ տարիքում պատիվ է ունեցել շփվել ֆրանսիացի փիլիսոփայի հետ։ Իսկ Սարտրի մասին նրա կնոջ խոսքերը պարզապես հրաշք է, որ մեզ տրված է ապրել ներդաշնակությամբ, բնութագրում են Թոփչյանի կնոջը, Անահիտ Թոփչյանին։ Ալեքսանդր եւ Անահիտ Թոփչյանները ապրել ու ապրում են գեղեցիկ ու կատարյալ ներդաշնակությամբ։ Այսօր կտորմը Հայաստանում Թոփչյանների մի կտոր հայրենիքն է, նրանց սիրո պատմությունը։ Դուք ընտանիքով մեկնեցիք Ֆրանսիա 90-ականներին, երբ Երևանում ամեն ինչ ունեիք։ Դրդապատճառները որոնք էին։ Ես ուղեկցեցի իմ աղջկան ուսման, սովորելու Սորբոնում, իսկ Ալեքսանդրը շարունակում էր մնալ Հայաստանում։ Ես պարզապես այնտեղ մի քիչ երկար մնացի, որովհետև ինձ հաջողվեց կազմակերպել եւ առաջարկ ստանալ ներկայացումների։ Իդեպ ռուսական միտք, ասենք, թարգմանենք, չնայած ռուսկայա միսլ պիտի ասենք, որովհետև չի թարգ։ Դա Բունինի հիմնած թերթն է եւ շատ հեղինակավոր թերթ է։ Այո, եւ այնտեղ ամեն մարդ չի տպագրվում։ Իմ առաջին գրվածքը այնպես եղավ, որ եղավ Փարաջանովի մահվան առիթով։ Ես տեսա նրան մահամերձ վիճակում, ցավոք սրտի։ Եվ նա ինձ ճանաչեց 2-3 ամիս նա ոչ մեկին չէր ճանաչում։ Նա ուզում էր, որ իր մոր դերը խաղամ իր ֆիլմում, վերջին ֆիլմում, որը միայն մի կադր նկարեց։ Եվ դա չհաջողվեց անշուշտ այդ ծրագիրը, որ նա հիվանդացավ շատ լուրջ, բայց այդ գաղափարը, որ ես նրա մայրն եմ, իր մեջ կար ենթագիտակցության մեջ, եւ երբ որ ինձ տեսավ, նա ճանաչեց եւ ով զարմանք հարցեր էր տալիս, շատ կոնկրետ, շատ լուրջ, եւ ես պատմեցի ամուսնուս, նրա աչքերը լցվեց։ Վերջին, որ ասացիր, որ հաջորդ անգամ որ գամ ինչ բերեմ։ Հա, ես ասացի, դուք ուզում եք, որ ես ձեր մամայի դերը խաղամ, ահա խաղում եմ։ Եվ իսկապես այդ պահին ես բոլորից շուրջը մարդիկ կային, բայց ինձ ինպես ցավ զգացող, սիրող, կարեկցող մարդ չկար։ Ես նրան կերակրում էի եւ այսպես մի կոկորտս սեղմվել էր։ Ես ասում եի, ահա, դուք ուզում եք, որ ես ձեր մամայի դերը խաղամ, խաղում եմ հիմա։ Ճիշտն ասած, ասացի, որ այլևս չէի կարող այդ դերը խաղալ, մամայի դերը այդտեղ հիվանդանոցում, եւ ասացի մյուս անգամ, որ գամ, ինչ բերեմ ձեզ։ Եվ գիտեք ինչ պատասխանեց։ Կաթ։ Սեն-Լուի օպիտալում, Փարիզում կաթ որքան ուզես, բայց նա ինձնից կաթ ուզեց, այսինքն նրա մոտ արդեն խախտվել էր իրականությունը, այդ արխետիպը խոսեց, որ մայր կաթ ասոցիացիան։ Իհարկե ես այլևս չհասցրեցի, որովհետև Փարանձեմը պիտի խաղայի Լիոնում ու Մարսելում, գնացի, վերադարձա եւ լսեցի, որ շտաբ տարան Հայաստան նրան, որպեսի հասցնի հայրենիքում մեռնել։ Մի տարի հետո ես ուրեմն փակվեցի սենյակում, ջղայնացած էի ինչ-որ, գրիչը վերցրեցի եւ սկսեցի գրել։ Դուրս եկա ստուգելու համար, թե ինչ է ստացվել, ասացի նստի։ Սկսեցի կարդալ եւ աչքի պոչով հետևում եմ ռեակցիան։ Տեսնեմ Ալեքսանդրի աչքերը լցվեց, ասի ուրեմն ստացվեց։ Ստացվեց եւ դա ես տարա Ազատություն ռադիոկայան, Փարիզյան կենտրոնը եւ ցույց տվեցի պարզապես։ Մի անգամից ասացին 10 րոպե ունես ժամանակ, ասացի հա ունեմ, ազատ եմ,
ազատեցին միկրոֆոնը, նստեցին ինձ, կարդացի եւ նույն երեկո ամբողջ Եվրոպան դա լսեց։ Իսկ Երևանից Փարիզ անցումը դժվար չէր։ Ուրիշ քաղաք, օտար քաղաք։ Ես լեզու ճիշտ է, փայլուն չգիտեի, բայց գիտեի։ Հետո կատարելագործեցի արդեն այն աստիճան, որ կարողանում եմ խոսել հանգիստ շատ լուրջ թեմաներով եւ թարգմանում եմ ֆրանսերենից։ Փարիզը գիտեիր նաև։ Փարիզը գիտեի ճիշտն ասած գրականությունից, արվեստից եւ ինձ համար մի նոր Փարիզ բացահայտեցի այնտեղ, երբ որ մոտիկից շփվեցի եւ ծնվեց ցանկություն գրելու այդ մասին եւ այդպես իմ գրականությունը այնտեղ ծնվեց, այսինքն ձեռքս բացվեց, սկսեցի գրել ամուսնուս իմ ցանկությունների, իմ տեսածի, իմ զգացածի մասին եւ նա օրերից մի օր ինձ պատասխան նամակում գրեց, որ դու լավ ես պատմում, ինչու բոլորին չպատմես։ Միայն ինձ ես գրում։ Տիկին Անահիտ, այսինքն կարող ենք դա հասկանալ այսպես, որ եթե դուք մնայիք այդ ժամանակահատվածը Հայաստանում, դուք չէիք սկսի գրել։ Հնարավոր է որ չգրեի, որովհետեւ մեծ բացահայտումներ չէի կարողանա այստեղ ինձ համար անել։ Իսկ ես եթե միտքդ չի պրպտում, եթե սիրտդ չի, եթե չես զարմանում, ինչը գրես։ Հանդիսատեսի տարբերություն Հայաստան-Ֆրանսիա ինչպիսին է, կա տարբերություն։ Կա, անշուշտ կա։ Ես միշտ ծիծաղում եմ հիշելով մի քանի դեպք նրանց միամտության վրա, բարի ծիծաղի անշուշտ։ Ոմանց, չէ, այնտեղ մի ծայրահեղություն կա, շատ նեգատիվ վերաբերմունք հայաստանցիների նկատմամբ եւ շատ հիացական։ Այստեղի հանդիսատեսը արդեն մակարդակը շատ բարձրացավ, բարձրացրինք տասնամյակների 30 տարվա ընթացքում մենք կարողացանք դաստիարակել լավ հանդիսատես, որոնք փնտրում էին ինտելեկտուալ թատրոն, ոչ միայն օպերետային ժանր կամ կոմեդիաներ միայն։ Եվ մենք քայլում էինք այսպես ասած հավասարի պես աշխարհի թատրոնների հետ։ Հիմա ցավոք սրտի ամեն ինչ կորցրինք եւ հանդիսատեսին եւ ինձ թվում է բեմում մեր մակարդակ։ Պարոն Թոփչյան, առաջին արձագանքը նամակներին դրական է եղել, իսկ հետագայում որևիցե քննադատություն ձեր ընտանիքում կա, հա, երբ որ ստեղծվում է նոր գործ, նոր աշխատանք, այդ քննադատության պահը ինչպիսին է։ Մենք իհարկե քննարկում ենք մեր մեջ, մենք ընտանիքից դուրս ձեռնպահ ենք մնում, դա էթիկայի խախտում է, նրա մասին այնքան շատ է գրվել եւ կարիք չկա, որ ես էլ իմ կարծիքը ասեմ։ Բայց եթե նա իմ կինը չլիներ, ապա ես որպես գրող, մանավանդ որպես գրաքննադատ, անպայման լրջորեն կանդրադառնայի նրա ստեղծագործությունը։ Շնորհակալ եմ։ Իսկ թե ինչպես, դա արդեն չեմ կարծում, որ դա բացասական լիներ։ Ես մի դեպք պատմեմ, երբ 20 տարեկան էի, Ալեքսանդրը այդ ընթացքում գարուն ամսագրում էր աշխատում եւ պոետեսաները մեր հայ ժողովրդի շատ էին։ Եվ բոլոր սերերի, նաև պոետները։ Եվ պատտվում էին շուրջ, զանգեր եւ այլն, բոլորը ուզում էին իր կարծիքը իմանալ։ Եվ օրերից մի օր ես մի բանաստեղծություն գրեցի, մի ֆիլմի տպավորության տակ, դիմեցի Ալեքսանդրին, որ լսի ինձ, ասելով, որ ընկերուհիս ա գրել։ Նա չէր սիրում, որ իրեն թելադրում են, կարդում են, ասաց մի կողմ դիր, ես կկարդամ հետո։ Ես ասացի, որ ոչ, նա շատ է շտապում եւ անհամբեր է։ Մի խոսքով կարդացի։ Պաուզա, որից հետո ասաց, չլինի դու ես գրել։ Միայն տանն էր բանաստեղծուին պակաս։ Աչքդ ուրիշի վրա ես գցել, հա։ Քո գործը չէ։ Գցած լինեմ քեզ հարցնախոս չեմ հրավիրի։ Շատ իզուր։ Գուցե ես էլ պսակեի քեզ։ Հետ ում հետ։ Դու լավ գիտես մի ձևացնի։ Դու ինձ վիրավորեցիր, մտրակեցիր, անմեղ տեղս։ Ասում ես սիրում ես եւ հանկարծ։ Բոլորովին էլ հանկարծ չէ։ Հոգի չունես դու, կնիկ։ Կինը պետք է հոգի ունենա։ Մենք գազաններ ենք, մեզ պետք է վարժեցնել։ Իսկ դու ինչի ես ինձ վարժեցնել։ Ինչի։ Տիկին Անահիտ, ձեր ամենասիրված կերպարը, որը կերտել եք կինոյում, որովհետև ունեք բազմաթիվ դերեր։ Չեմ կարող ասել, որ որևէ բան շատ եմ սիրում։ Եթե չեմ սխալվում, դուք մի փոքր առանձնացնում եք թատրոնը եւ կինոն, հա, ինչ որ տարբերություն։ Դուք թատրոնը ավելի շատ եք սիրում։
Դժվար է ասել, որն եմ ավելի սիրում, բայց process-ը թատրոնում ավելի հետաքրքիր է անցնում, քանի որ ժամանակ շատ ունես եւ փնտրում ես, փնտրտուքների մեջ ես եւ կարող ես կատարելագործել արածդ ժամանակի ընթացքում։ Կինոն պետք է միանգամից, մի վայրկյանում դու խաղաս, ավելի սպոնտանե է այսպես։ Բայց ես երկուսներ սիրում եմ, տարբեր են մոտեցումները եւ արդյունքները տարբեր են։ Քեզ տեսնում ես ի վերջո կողքից, թատրոնում չես կարող դա անել։ Լինում են եւ հիասթափություններ։ Сама. Я сам. Завидую себе. Своей мечте, своей судьбе. Все от того, что я опять спешу тебя встречать. И даже в будни праздник мой ты превращаешь под луной, когда плывет рассвет цветной и светят звезды в час ночной. Ես չեմ կարող ասել, որ որևէ դեր շատ եմ սիրում։ Ստրիժենովի հետ խաղացած դերս օրինակ ես գիտակցում եմ, որ դա պրոֆեսիոնալ արված կերպար է, լավ ֆիլմում, բայց չեմ կարող ասել, որ խենթանում եմ այդ կերպարի համար։ Երբեմն պետք է ճիշտ աշխատել, լավ աշխատել։ Քո առաջին դերերից մեկն է նաև այդքան դեռ փորձ չունեիր եւ 22 տարեկան էիր կարծում եմ։ Շատ երիտասարդ էի, այ միանգամից Ստրիժենովի հետ խաղալ։ Իդեպ դուք գիտեք, ես սիրարված էի սովետական կինոյին եւ հատկապես ռուսական ֆիլմերին։ Նայում էի եւ ասում, Երանի ես դերասանուհի լինեի եւ Ստրիժենովի հետ խաղայի։ Ով կմտածեր, որ մի օր դա կիրագործվի։ Ոչինչ չեմ ձեռնարկել։ Պարզապես պատահաբար եղավ այդ ամեն ինչ։ Եկել էին Հայաստան իտալուհի փնտրելու, որովհետև մենք նման ենք ինչ որտեղ իտալացիներին, եւ ինձ առաջարկեցին իտալուհու դեր։ Ես սցենարը կարդացի եւ իտալուհու դերը ինձ այնքան էլ չհուզեց, ավելի դուր եկավ գերմանուհու դերը։ Երբ որ նկարահանումների փորձնական փուլը ավարտվեց, ամբողջ խումբը նայեց էկրանին եւ ասաց. բայց նա Ինգրիդին ավելի է նման, ինչ որ ես էի ուզում։ Я давно знала, что я для вас не Ингрид, а только Травиата. Եվ ես խաղացի Ինգրիդի դերը։ Ուրեմն ներսը ինչպես է արտահայտվում, ներսի ցանկությունը արտաքինի վրա։ Ինչ որտեղ ճակատագրական բաներ կան։ Տիկին Անահիտ, Ղափլանյանի դրամատիկական թատրոն այնտեղ եք սկսել, ամենավառ հիշողությունը։ Ղափլանյանը ինձ հրավիրեց թատրոն եւ միանգամից գլխավոր դեր առաջարկեց։ Ասաց աղջիկ ջան, ուզում ես դերասանուհի դառնալ։ Ասացի ինչ իմացաք, որովհետեւ Քանի տարեկան էիք։ Ես համալսարանի առաջին կուրսում էի, դա մինչև այդ արդեն 2 ֆիլմում նկարվել էի այստեղ։ Եվ ինձ այդ հարցը տվեց աղջիկ ջան, ուզում ես դերասանուհի դառնալ, ես զարմացա, թե որտեղից նա գիտի այդ մասին, եւ ասացի, բայց ոչ այստեղ, երևի Ռուսաստանում, ես ուզում եմ վգիկ գնալ։ Նա ասաց, մինչև դու 5 տարի սովորես, պարզես դու դերասանուհի ես, թե ոչ, ես քեզ միանգամից գլխավոր դեր եմ առաջարկում։ Դա եղավ ուրեմն շտոկի աստվածային կատակերգությունը Եվայի դերը, մարդկության սկիզբը, կինը առաջին եւ իմ առաջին դերը դրամատիկական թատրոնում։ Այնտեղ եւ դրախտային վիճակներ կային եւ դժոխային։ Ամեն ինչ կար եւ հետաքրքիր էր շատ աշխատել։ Ժողովուրդը ինձ այդ օրվանից արդեն գտնում էր, որ նոր ոճի դերասանը հայտնվել, դերասանուհի։ Իսկ այսօր երբ վերադառնում եք Հայաստան, որևիցե թատրոնում, որևիցե բեմադրության մեջ ներգրաված եք որպես սցենարիստ եւ դերասանուհի։ Չէ, այդպիսի բան չկա, բայց հրավերներ ունենում եմ, շատ հապճեպ են եւ ասում եմ կմտածեմ եւ մի քիչ հետաձգվում է այդ հարցը։ Եղավ, Սունդուկյանում էլ խաղացի։ Իմ թարգմանած պիեսներ, հոյակապ գործեր։ Բայց չխոսենք այդ մասին։ Նրանք կկարեկցեին ինձ, բայց չէին հավատա։ Եթե ասեիք ճշմարտությունը կհավատային։ Կասկածում եմ։ Ինձ նրանց կարեկցանքը չէր պետք։ Ինձ պետք էր նրանց թշնամանքը, անվստահությունը, համոզմունքը, թե ստում եմ։ Եվ այն ժամանակ միայն, երբ իմ սուտը մերկացվեց, նրանք հավատացին ինձ։
Դե հիմա իմ պատմությունը գիտեք, Սար։ Անցնենք մի փոքր այլ հատվածի, պարոն Թոփչյան, 63 թվականի սեպտեմբերի 12-ին Սարտրը Հայաստանում էր 2 օրով, եւ դուք միակ լրագրողն էիք, որը մասնակցել է այդ հանդիպմանը։ Դուք այդ մասին պատմել եք ֆրանսալեզու մամուլին 90-ականների սկզբին։ Ինչու այդքան ուշ։ Խորհրդային տարիներին ես չգրեցի այդ մասին, որովհետև գիտեի, որ չի տպագրվի։ Լրագրողների մուտքը այդ հանդիպմանը արգելված էր։ Սարտրին ընդունել էին, այսպես ասած, չընդունելու պես։ Այդ հուշապատումը գրեցի 90-ականների սկզբին, նախ այստեղ լույս տեսավ երեկոյան Երևան թերթում, հետո արդեն երբ որ Փարիզում էի, թարգմանեցի ֆրանսերեն եւ նրանք հաճույքով տպագրեցին, ներկա էին մեր, այսպես ասած, հանրապետության առաջին դեմքերը, նշանավոր գրողներ կային, Սերո Խանզադյանը, Հրաչյա Քոչարը, եւ հանդիպումը երկու տեղ եղավ, նախ մենք դիմավորեցինք նրանց Թբիլիսիից եկան, հիշում եմ, զին մեքենայով, նրանց դիմավորեցինք Սևանում, Մինուտկա ռեստորան կար, հին ճանապարհի եզրին եւ այդտեղ նրանց ուրեմն բառացիորեն նոր բռնած, նոր որսած ձուկ հյուրասիրեցինք, որը նրանց հիացրեց, ֆրանսիացի ձկանարժեքը գիտեն։ Հետո ուրեմն զուգադիպություն էր, թե չգիտեմ ինչ, նույն օրը ուրեմն բնակարանամուտ, այսպես ասենք, Լուսակերտում Վախթանգ Գանանյանը տուն էր կառուցել, դաչա, առանձնատուն եւ հյուրեր էր կանչել եւ Սևանից գնացինք ուրեմն Լուսակերտ եւ ամբողջ օր անցկացրեցինք այդտեղ էր որ եկան ուրիշ գրողներ, հանրապետության ղեկավարները, հայրս էր որ այդ ժամանակ գրողների միության նախագահն էր, նա էր դիմավորում պաշտոնապես, քանի որ գրող էր նա։ Տիկինան, իսկ ինչ եք ձեզ համարում գրող, դերասանուհի, բեմադրիչ, սցենարիստ, այդ ամենը այնքան շատ է ու միախառնված է, որ միաժամանակ երևի այդ ամեն ինչը միասին, երբ որ գրում եմ գրող եմ, երբ որ խաղում եմ դերասանուհի եմ, երբ որ ստեղծում եմ ներկայացում ռեժիսոր եմ, ուրեմն, երբ որ թարգմանում եմ ամուսնուս վեպերը, վերջինը դա էր իմ աշխատանքը։ 900 էջանոց գործ եմ թարգմանել եւ պարտ կսեի համարում անպայմանաներ, ոչ թե կնոջական պարտ, ինչպես շատերն են հասկանում, այլ մեր պատմության հանդեպ հարգանքը եւ տուրքը տվեցի ուրեմն։ Կին լինելը արվեստում ինչպես է դա։ Կին լինելը։ Այո, կին լինելը արվեստում։ Գեղեցիկ կին լինելը արվեստում։ Գեղեցիկ կին լինելը դա ուրիշ է։ Դա անհրաժեշտ է, որտեղ գեղեցկությունը ինքնին արվեստ է արդեն։ Գեղեցկությունը պարտադրում է եւ պիտի Աստծո տված գեղեցկությունը պահպանես քո ներքին գեղեցկությունով։ Բնությունից ստացածը դու պիտի արդարացնես աշխատանքով։ Ներքին գեղեցկություն։ Չկա ավելի սոսկալի բան, քան ապուշ գեղեցկուհին։ Երբ որ նա գեղեցիկ է, ասում ես հրաշք, հանկարծ սկսում է խոսել եւ ասում ես ափսոս։ Բերան փակի ավելի լավ։ Ավելի լավ է լրիվ։ Գեղեցիկ կնոջ մշտական ուղեկիցներն են բամբասանքը, չարախոսությունը, լավագույն դեպքում դա միայն բառեր են, միայն աղմուկ է կողքից։ Վատագույն դեպքում դա իրոք կարող է մարդուն վնասել։ Ինչպես եք դուք պայքարում այդ ամեն ինչի դեմ, քանի որ վստահ եմ, որ եղել են նմանատիպ բաներ, եւ ինչ խորհուրդ կտաք մնացած այլ գեղեցիկ կանանց։ Ես ուշադրություն չէի դարձնում, դա դժվար է ուշադրություն չդարձնելը։ Դու լսում ես, դա քեզ քայքայում է, բայց դու ձևացնում ես, որ անտարբեր ես, թքած ինչ կխոսեն, ուրեմն ինչ-որ բան քեզնից ներկայացում ես, որ խոսում են և հատկապես չարախոսները։ Մանավանդ պետք է պայքարել։ Պայքարելը անիմաստ է, դու քո ժամանակը միայն կկործնես, կվատնես, դու ունեցիր համոզվածություն, որ դու ճիշտ ես, այդպես։ Իսկ ընտանեկան հարաբերություններում գեղեցիկ լինելը օգնում է թե խանգարում։ Ինձ թվում է օգնում է, միշտ որ հիանում են քեզնով դա լավ է։ Իսկ ինչպես եք ծանոթացել։ Դուք շատ ներդաշնակ եք։ Մի քանի անգամ ենք ծանոթացել առաջին անգամ, բայց մոռացել ենք հետո։ Ես կինոստուդիայում էի աշխատում, սցենարական խմբագրական կոլեգիա կար։ Եվ Արնոլդ Դաղաբաբովը ֆիլմ էր նկարում, կարճամետրաժ «Գառնի»։
ես խմբագիրն էի եւ առանցին ստեղծագործական խումբը սենյակ ուներ, երբեմն գնում գալիս էի, զանգեց կանչեց, ասեց արի խոսելու բան կա։ Գնացի տեսնեմ Անահիտներ նստած, առաջին կուրս էի կարծեմ այն ժամանակ, թե Ես պարզապես դեր էին առաջարկել, այդտեղ ես սպասում էի, որ հասկանամ ինչ պիտի անեմ։ Տեսա նստած է, միանգամից ասեց, ահա քո ապագա կինը։ Կատակարեց։ Չգիտեմ, բայց պարզվեց, որ դա 3 տարի հետո դա դարձավ իրականություն։ Ալեքսանդրը իհարկե տեղն ու տեղը կարմրեց, շուր եկավ ու փախավ, իսկ ես ասես ինչ բարքեր են կինոստուդիայում ես։ Բայց ես իհարկե չհամաձայնվեցի ոչ մեկի կինը լինել, ես ասում էի, որ ես ծնվել եմ բեմի համար, կինոյի համար եւ ոչ մեկի կինը չեմ ուզում լինել։ Ձեր զույգը շատ անգամ Պլիսեցկոյի Շիդրին զույգին են նմանեցնում։ Այո։ Ասում են։ Եվ ինչու՞մ է երկարատև ու երջանիկ ամուսնության գաղտնիքը։ Նախ եւ առաջ, որ մենք համախոհներ ենք մեր հարևան են մեր արվեստները, գրականություն, թատրոն, երբ որ մարդկային տեսակը եւ համոզմունքները նույնն են, որևէ լուրջ կոնֆլիկտի պատճառ չի կարող լինել։ Պարզապես ներողամիտ ենք լինում թուլությունների հանդեպ։ Երբեմն շատ էի նեղվում առաջ, երբեք սկանդալ չեմ արել, պարզապես փակվում էի, դրանով էի արտահայտում իմ դժգոհությունը։ Պարոն Թոփչյան, ձեր կնոջը խանդել եք։ Ամուսնական կյանքում ամեն ինչ է լինում, բայց այդ խանդը տղամարդու խանդը գեղեցիկ կնոջ նկատմամբ, որը բեմին է պատկանում։ Գիտեք ինչ, խանդը նախ եւ առաջ ֆիզիոլոգիական երևույթ է, որը հետո դառնում է հոգեբանական։ Այսինքն դա ցրտի, տաքի եւ այլ զգացումների նման է, որը ուզես չուզես մարմինը զգում է։ Ասելիքս նա է, որ դա գալիս է առանց քո ուզելու, քեզնից անկախ, բայց արդեն հետո մտնում է հոգեբանության մեջ եւ դու պիտի կարողանաս դա վերլուծել, հասկանալ ինչու։ Հիմա եթե ասեմ, որ չեմ խանդել, դա սուտ կլինի, որովհետեւ այո, գեղեցիկ կին, մանավանդ այսպես ասած հանրության առջև կանգնող բեմից, էկրանից ներկայացվող գեղեցկություն, այն էլ հայկական միջավայրում բնական է դա պիտի լիներ եւ այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով է տրամաբանությունը կարողանում բացատրել այդ խանդի պատճառները եւ երբեմն նույնիսկ ծնվող խանդեր կան, որ նաեւ տղամարդուն կարող են հպարտություն բերել, ասենք ես նկատել եմ, երբ որևէ տղամարդ գեղեցիկ կնոջ հետ գնում է եւ աշկի պոչով նայում է, թե ինչպես են մյուսները հիանում իր կինը, ընկերուհինը, սիրուհինը, չգիտեմ, եւ դա նրան հաճույք է պատճառում։ Այս հանգամանքն էլ կա։ Եվ վերջին հարցը. ինչպիսին է ձեզ համար ձեր կտորմը Հայաստանը։ Եվ ում եք դուք տեսնում ձեր կտորմը Հայաստանում։ Ինձ համար Հայաստանը երբեք կտոր միշտ ամբողջություն է։ Ես պետք է նույնը ասեմ, հիմա կկրկնվի։ Այդ ամբողջությունը ոչ միայն ինչ որ խորհրդանիշ, այլ նաեւ գրել է առարկայական բնույթ։ Հայաստանը ունենալ ներսում անկախ այն բանից, որտեղ էլ որ դու լինես։ Իսկապես Հայաստանը կտորով չեմ կարող պատկերացնել, այլ ամբողջությամբ, դա մեր էությունն է, մեր ներսը, մեր դուրսը, մեր ամեն ինչը։ Ես հիշում եմ, երբ որ ես Ամերիկայում խաղում էի Lady SDF, այնտեղ ուրեմն հերոսուին Lady Bomb, հա, շատ բանալիներ ունի հերոսուիս, բայց մի բանալին խաչի հետ միասին է կրում, որովհետև դա իր բնակարանի բանալին է հայրենիքում, չէ որ մենք կվերադառնանք մի օր, մենք բոլորս մի օր կվերադառնանք։ Ես դատապարտված եմ նրա կողմից, նրանից մագնիսված, մագնիսացումը նույնպես սեր է, ավելին քան հոգիների միաձուլումը։ Ես այդ սիրո մեջ ինձ հիանալի եմ զգում, ես մագլցում եմ վեր, շողշողում եմ ինչպես աստղը իր համաստեղության մեջ։
Ալեքսանդր եւ Անահիտ Թոփչյանները մտավորականության մեր այն հատվածն է, որը Հայաստանը ներկայացնում է եւ դրսում եւ ներսում։ Թոփչյանական կտորմը Հայաստանը ամուր է, քանի որ կազմված է արվեստի եւ գրականության մոլեկուլներից համընված հայկական ու ֆրանսիական նրբերանգներով։ Այսքանը կհանդիպենք մեր եւ ձեր կտորմը Հայաստանում։ Հաղորդման գլխավոր հովանավորն է asecose.am կայքը։ Հաղորդման գործընկեր, նավավար ձկնալի ըմպելարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, առաջին հարկ, իսկական նավահանգստային միջավայր Լեռներում։ Հաղորդման գործընկեր, Ժան-Պոլ էգզիստենցիալ սրճարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, երկրորդ հարկ, վայր, որտեղ գերակա է զրույցը, որտեղ արվեստն ու չարվեստը թափառում են սենյակից սենյակ։